Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է MMK Podcast, այսօր հայրերի տոնն է։ Առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հայր են, ձեզ թող Աստված օրհնի, տա ավելի ուժ, եռանդ, որպեսզի լավ հայրություն անեք ձեր ընտանիքներում, ձեր երեխաների գլխից անպակաս լինեք եւ նրանք, ովքեր դեռ հայր չեն, Աստված օրհնի, որ մի օր դուք էլ արժանանաք այդ պատվին։ Շատ լավ բան է հայր լինելը, ես հայր լինելով Աստծուն շատ շնորհակալ եմ, որ հիանալի երեխաներ է ինձ պարգևել իմ ընտանիքում եւ այսօր սուրպրայզ ունեմ բոլոր իմ հետևողներին, այսօր ինձ հետ են Մելիսան եւ Աննան podcast-ում։ Երեխաներ, բարև։ Ո՞նց եք։ Love. Լավ եք։ Այո. Էսի մեր որ երրորդ podcast-ն է։ Երկրորդ. Երկրորդ։ Հիշում եք առաջի podcast-ը։ Այո. Այսօր պապաների օրն է եւ շատ լավ օր է դա, որ Աստված ստեղծել է։ Ինչ կցանկանաք բոլոր պապաներին, երևի սկսած ումից, ինձանից։ Այո. Okay, Մելիսա, ինչ կասեիր։ Ինչ ես սովորել պապաներից, պապայից։ Որ բան ես ունենում ու լացը տեղներ են տանում ձեզ։ Լավ տեղեր են տանում։ Մենք նոր եկանք փոքր trip-ից, լավ էր։ Այո. Ինչ արեցիք այնտեղ։ Swim արեցինք։ Okay։ Լավ էր։ Այո. Հիմա Աննա, ինչ ես ուզում ասել հայրերի տոնի համար։ Happy Father's Day, որովհետև ամեն ինչ որ կա անում են մեր համար։ Yeah։ Մալիսա, դու ինչ ես ուզում ասես։ Ես էլ եմ ասում Happy Father's Day, որ մեզի լավ բաներ են սովորացնում, մեզ ուրախացնում են։ Yeah, good։ Իսկ դուք ինչ պիտի անեք, որ father-ներին ուրախ պահեք։ Լսենք իրանց, ինչ ուզում են անենք մի քանի անգամ։ Մելիսա, դու ինչ կասես։ Ես էլ կասեմ, որ լսենք ու Բայց միշտ լսում եք, թե մեկ չեք լսում։ մեկ չենք լսում։ Okay։ So ձեր տարիքի երեխաներ էլ են նայելու, այս շոուն, իրանց ինչ կասեք, որ լավ բալիկներ լինեն իրենց ծնողների համար։ Որ իրանց հայրերին Հայրերին եւ մայրերին լավ լսեն ու սովորեն իրանց հետ։ Իրանց շաստանեն, հավատան, Դες լսեն։ այսօր Կիրակի է, ուր են գնում մենք։ Եկեղեցի։ Հիմա լիքը երեխաներ կա, որ Կիրակի օրը չեն գնում եկեղեցի, ինչ կասեք, ինչի գնան եկեղեցի։ Որովհետև Որ Հիսուսը Աստծուն հավատան։ մեզի են սարքել ու առանց իրան չեն կարող ապրենք։ Եկեղեցում ինչ եք սովորում, Մելիսա։ Հələ որ ես սովորում եմ ծննդոց գիրքը։ Իսկ դու Աննա։ Ես հալվոր Bible story-ներ եմ սովորում ու համարյա graduate եմ անելու այդ դասարանը։ Իսկ ասեք, ով որ փոքր երեխա է, իրանց պապային, մամային ասի գան եկեղեցի, թե մեր եկեղեցի, թե մի հատ եկեղեցի Կիրակի գնան։ Մանեն, մեր դպրոցից։ Okay, շատ լավ։ Իսկ ուրիշ ինչ եք սիրում անել օրվա ընթացքում։ Գիրք կարդում եք։ Այո։ Ինչ գիրք եք կարդում։ Քո գիրքը վրսարկել ես։ Okay, ուրիշ Bible-ը կարդում եք։ Այո։ Իսկ ինչ չանեն երեխաները։ Տես TV-ով մենք ինչ ենք ասում մի նայեք։ Վաբաներ։ Վատ բաներ։ Պիտի չնայեք, չէ՞, դա լավ չի։ Okay, շատ լավ։ Well, ես էլ որպես papa ասում եմ, որ դուք շատ լավ երեխեք եք, լավ օրինակ եք։ Միքայելը այսօր չեկավ, ինքը իր գործի վրա էր։ Ապրեք, լավ օրինակ լինեք եւ վերջում wish արեք բոլորին Happy Father's Day իրար հետ։ Okay. Happy Father's Father's Day։ Day. Bye-bye արեք։ Սիրելիներս, փոքր վիդեո էր, որպես օրինակ կուզեմ շնորհակալություն հայտնել Մելիսային Աննային այսօր եկան,
Բայց այսօր իմ խոսքը ուզում եմ ավարտել, որ նրանք, ովքեր ծնող են, հայր են, երբեք մի հանձնվեք, կյանքը պայքար է, եւ եթե դուք ընդունել եք Աստծուն ձեր կյանքի մեջ, միշտ հիշեք, որ Աստված ձեզ օգնում է յուրաքանչյուր խոչընդոտ, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարել։ Դրա համար պետք է Աստծուն ամեն օր եւ ամեն անգամ ավելի մոտիկանալ, ինչպես առաջինը կարդալով Աստվածաշունչը, որտեղ մեր հայերիս մեջ այս ասացվածքը կա, դե ես Աստծուն հավատում եմ, իմ անկյունը ունեմ, բայց եթե խորը հարցեր տաս այդ անձնավորությանը, երևի վերջի անգամ իր Աստվածաշունչը կարդացել է տարիներ առաջ։ Այնպես որ ասելը քիչ է, պիտի գործնական անենք։ Աստված նայում է մեր գործերին, ինչպիսի գործեր անենք որպես հայրեր։ Նախ առաջինը մեր ընտանիքների գլխին լինենք, փորձենք լավագույնը անենք մեր թերություններով։ Երկրորդը անպայման մեր ընտանիքի հետ կիրակի օրերը գնանք եկեղեցի, լավ օրինակներ ցույց տանք մեր երեխաներին եւ յուրաքանչյուր դժվարության մեջ երբեք չհանձնվենք, որովհետեւ միշտ հնարավորություն կա լավագույնը ստեղծելու, եթե աշխատասեր ես։ Ցանկանում եմ բոլոր father-ներին Happy Father's Day, մնացեք ձեր դերի մեջ եւ ձեր ընտանիքների համար լավ ապագա կերտեք Աստծո օգնությամբ։ Աստված օրհնի բոլորիդ։ Կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան։